Վերջին զանգ հեռուստասերիալում շուտով 2 գաղտնիք է բացահայտվելու։ Այս տեսանյութի ընթացքում կպատմենք երկուսի մասին էլ եւ հատկապես երկրորդ գաղտնիքը լինելու է սենսացիոն ու բացառիկ։ Դիտեք այս տեսանյութը մինչև վերջ իմանալու համար, թե ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես, գաղտնիք համար առաջին։ Սեմը ցնցված է իր իմացած նորությունից։ Նա վերջապես պարզում է, որ հորը սպանել է ոչ թե Հենդոն, ինչպես տևական ժամանակ մտածում էր, այլ Բագրատը։ Եվ սա փոխում է ամեն բան։ Բագրատը երկար ժամանակ խաբել է իրեն, նույնիսկ օգտագործել է, տրամադրել Հենդոյի դեմ, ժամանակ շահելու համար։ Իսկ իրականում հենց ինքն է եղել մարդասպանը։ Սեմը հունից դուրս է գալիս։ Նա ցանկանում է վնասել Բագրատին, սակայն Բագրատը հասցնում է նստել մեքենան ու փախչել տարածքից։ Սեմը Մերիին արգելում է շփվել Բագրատի թոռան Արամի հետ։ Այս արգելքը գալիս է ոչ թե միայն եղբայրական խանդից, այլ վրեժի մղումից։ Նրա համար այլևս նշանակություն չունի, թե Մերին ինչպես է վերաբերվում Արամին։ Եվ հակառակը, արդյոք Արամը անկեղծ է Մերիի հետ։ Արամը Բագրատի թոռն է ու դա բավական է նրան մերժելու համար։ Սակայն չնայած Սեմի արգելքին, Մերին եւ Արամը շարունակում են իրենց շփումը։ Արամը Մերիին երեկոյան ուշ ճանապարհում է տուն։ Նրանց տեսնում է Սեմը, այդ տեսարանը դառնում է վերջին կաթիլը։ Սեմը հարձակվում է Արամի վրա։ Բառերը միանգամից վերածվում են բռունցքների։ Ծեծկռտուքն այնքան է սրվում, որ Արամը ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում։ Նրա գլխին վիրակապ է, դեմքին թթվածնի սարք։ Բագրատն իմանում է, որ այս ամենը Սեմի ձեռքի գործն է ու պարզ է, որ չի ներելու։ Հաջորդ քայլն արդեն վրեժն է։ Երկու երիտասարդ ագրեսիվ տղա ներխուժում են Սեմի բակ։ Դուռը բացում է Մերին։ Նրանցից մեկը անմիջապես բռնում է աղջկան, ձեռքով փակում նրա բերանը ձայնը լռեցնելու համար։ Մյուսն էլ արագ ներխուժում է տուն մի նպատակով՝ գտնել Սեմին։ Իսկ Մերին, չնայած փակ բերանին, հասցնում է գոռալ Սեմի անունը։ Հիմա հարց է, արդյոք Բագրատը հրահանգել է այդ տղաներին մի լավ ծեծի ենթարկել Սեմին ու այդպիսով պատժել նրան, թե հրահանգել է Սեմին բերել իր մոտ, որպեսզի ինքը անձամբ պատժի նրան։ Սա հարգելի հետևորդներ առաջին բացահայտումներ, իսկ այժմ անցնենք երկրորդ սենսացիոն բացահայտմանը։ Արամի ծանր վիճակից հետո նրա ծնողները Լիլիթը եւ Սոսը շտապ վերադառնում են Մոսկվայից որդուն տեսնելու։ Սոսը, Աննայի երբեմնի սերը, պաշտոնապես համարվում էր մահացած, եւ այս վերադարձը շոկի է ենթարկում բոլորին։ Համացանցում արդեն տարածվել են կադրեր, որտեղ Սոսը երևում է հիվանդանոցում որդու կողքին։ Լիլիթի դերակատար Էմմա Մկրտչյանը ևս տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից։ Հիմա, երբ հայտնի է դառնում, որ Սոսը ողջ է, սպասվում են բախումներ։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվի Աննան, երբ տեսնի Սոսին։ Բացի այդ, դժվար է լինելու նաև Միքոյի ճակատագիրը։ Սա կարող է դառնալ մղձավանջի սկիզբ նրա համար, քանի որ Միքոն կարծում էր, թե ինքն իր ձեռքերով սպանել է Սոսին։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սոսին տեսնելով Աննան կճանաչի, այսինքն արդյոք նրա դեմքը չի փոխվելու ճանաչելի է, թե ոչ, գրեք մեկնաբանություն։ Բացի՛լ է, բացի ասում եմ, ասում են դու ես հորես գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Աննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ բերեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ եմ տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում։ Վերջի զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա Բագոն վազել է սովորում, որովհետև ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ, ով ասում եմ, լավ գնում ես կյանք ողքած։ Ինչև ստոպ չտամ, չտաս։ Մոտոր։
դեմ նայելով հիմա մի գնաց Stop Ախա Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Նույն մազերով։ Պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ շամպուրները Այո, այդուլի ինձ պար է սովորացրել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, արդյոք ես չզեմ վերջասերյալի սենք երկար իրենի, թե չէ, ասենք ես չէ հեչի մենչիկներ, լավ, ինչ-որ առումներով, ինչ-որ առումներով ոչ, ինչ-որ նման չեն դիրատվոր, ես ինքես հետո շատ ալքորում եմ, կարամ մի անգամից մի փորձ տալիս ես կրիվորոտ և պան, Սայկա, ավելի կշարազատված հարցերին նայում, այդ աղմոտ նույնիսկ սենին իսկ ինչով որ նման օրինակ բազմամության կողքիզորը այդ առումով միամտության բազմամության ես նույնիսկ սենին այդ ընդհանուր սենի կերպանը շատ ասիրում, անկեղծ շատ լավ կերպարա, շատ Ես Անգելինաս և Հենրին նկարում ենք թրեն ես գոնը։ Ես եմ սկսում։ Հա։ Հա, ես եմ սկսում։ Դու։ Ես գոնե խաղի ժամանակ չեմ սկսում ծիծաղալ։